Սպորտային կյանքը Հայաստանում աշխուժանում է $15,000 մրցանակային հիմնադրամով Յուքոմ գավաթ տղամարդկանց թենիսի պրոֆեսիոնալ մրցաշարը Հայաստան է բերել 100 թենիսիստների 15 երկրից։ Մրցաշարին մասնակցելու են 32-ը, մյուսները երկրպագուի դերում են լինելու։ Սա անհատական մրցաշար է մեր թենիսիստների համար լավ հնարավորություն առանց երկրից դուրս գալու միավորներ վաստակելու համար։ Մրցաշարին մասնակցելու է 3 հայ թենիսիստ, որոնց թվում է պրոֆեսիոնալ մրցաշարերում աչքի ընկած ամերիկաբնակ Տիգրան Մարտիրոսյանը։ Կարոտել էի խաղալ մեր այս կորտերում։ Տիգրանը մասնակիցներից շատերի խաղերին է ծանոթ, իրեն ուժեղ հակառակորդ է համարում ռուսաստանցի Անդրեյ Կումանցովին, ով մրցաշարի ֆավորիտներից է։ Մրցաշարից հետո Տիգրանը համալրելու է Հայաստանի թենիսի հավաքականի կազմը, որն անցած տարի ուժեղացրել էր էստոնացի Դանիել Պրոսկուրան։ Նպատակներից մեկն է, որպեսզի մյուս տարի Հայաստանի հավաքականից հանդես գամ եւ շատ լավ ելույթ ունենամ, օգնելով մեր թիմին։ Եվ հուսով եմ, որ ես կլինեմ այն մարդկանցից մեկը, որը կտանի առաջ մեր Հայաստանի թենիսը։ Մրցաշարի գլխավոր մրցավար ռուսաստանցի Պավել Լեսովը բարձր մակարդակի խաղ է ակնկալում։ Մինչ Հայաստան գալը շատ եմ շրջագայել, այստեղ կորտերը բավական լավ վիճակում են։ Առաջին անգամ խաղերին կարելի է հետևել նաև օնլայն տարբերակով։ Յուքոմ գավաթ մրցաշարին հաջորդելու է թենիսի տղամարդկանց պրոֆեսիոնալ ևս մեկ մրցաշար՝ Ամերիա գավաթը, կրկին $15,000 մրցանակային հիմնադրամով։ Իզաբելլա Հովհաննիսյան, Գևորգ Մանուկյան, ժամը լրատվական։